Դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ում գտնվող առանձնատան գումարը $2,050,000 արժողությամբ։ Սա այն գումարն է, որը Սարգսյանը ստացել էր Հյուսիսային պողոտայի գույքերի օտարումից եւ գնել Միացյալ Նահանգների առանձնատունը։ Բացի այդ պահանջում ենք նաեւ Աբովյան փողոցի վրա գտնվող մեկ բնակարան։ Ընդհանուր պահանջը շուկայական արժեքներով հաշվարկված եւ դրամական եւ գույքերի շուկայական միջին արժեքները եթե հաշվարկված ասեմ $4,400,000 համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ է կազմում։ Այս հայցը դատանում է 2024 թվականից, սակայն դատաքննության փուլ դեռ չի մտել։ Այս նիստին պատասխանող Սարգսյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նախ առարկեց նիստը տեսանկարահանելու դեմ, ապա միջնորդեց գործը քննել դեռնփակ կարգով, ինչը դատարանը մերժեց։ Փաստաբանը նաև միջնորդեց կասեցնել գործի վարույթը, քանի որ համատեղ ընթանում է Վիգեն Սարգսյանին վերաբերելի քրեական գործ։ Քրեական գործով արգելադրվել է պարոն Սարգսյանի եւ Տիկին Գալաջյանի պատկանող Աբովյան շենք 18 բնակարան, Աբովյան շենք 5 ավտոկանգար եւ ԱՄՆ Մասաչուսեթս Բերմոնտ Էթնենտ Ռոդ փողոց 40 հասցեների անշարժ գույքերը, ինչպես նաև նրանց կողմից օտարված Հյուսիսային պողոտա 531 բնակարան, 532 բնակարան, Հյուսիսային պողոտա 513 ավտոկանգար եւ 515 ավտոկանգար հասցեների անշարժ գույքերը։ Սույն գործով արգելանքից արգելանք է, որ գործի շրջանակներում արգելադրվել է միևնույն Աբովյան 18, 8 շենք 18, Հյուսիսային պողոտա 531 բնակարան եւ 5 շենք 32 բնակարան հասցեների բնակարանները եւ ԱՄՆ գտնվող անշարժ գույքը։ Այսինքն միևնույն գույքերն արգելադրվել են ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական վարույթներով, ինչը եւս նույն գործի հետագա քննության անհնարինության հիմք է ամսանում։ Միջնորդության դեմ սակայն առարկեց հայցվոր կողմը։ Իրավասում Արմինը իր փաստարկները ներկայացրեց, որ դա որևէ առնչություն չունի սույն գործի վարույթի հետ, այսինքն չկան գործի վարույթը կասեցնելու հիմքերը, որոնք նախատեսված են քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Դատարանը փաստաբանի այս միջնորդությունը եւս մերժեց անհիմն լինելու պատճառով։ Փաստաբանը պատրաստվում է մի շարք միջնորդություններ եւս ներկայացնել, այդ թվում հետախուզման մեջ գտնվող Սարգսյանի մասնակցությունը նիստին տեսակապի միջոցով ապահովելու վերաբերյալ։ Պաշտպանության նախկին նախարարը բացի այս քաղաքացիական գործից անցնում է նաեւ քրեական վարույթով, մեղադրվում 100 միլիոն դրամ փողերի լվացման համար։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։